Ողջույն իմ դիտորդին, եկեք միասին տեսնենք, թե դժվարությունը հիմա, որի միջով դու անցնում ես, քեզ ինչի համար է տված։ Դժվարություն, որի միջով դու հիմա անցնում ես, քեզ ինչի համար է տրված։ Դժվարություն, որի միջով դու անցնում ես, քեզ ինչի համար է տված։ Որ դու կարողանաս ճիշտ որոշումներ կայացնես ու կյանքում գտնես քո իրական ուղին, քո իրական ճանապարհը, քո միսիան։ Իսկ դու անհանգստանալու ոչ մի բան չունես, որովհետև դու ունես պաշտպանիչ ուժ, ով քեզ պաշտպանում է։ Դա կարա լինի ձեր նախնիները, կարա լինի քո ներքին ուժերը, որովհետև դու իրենց համար համարվում ես արնակից հարազատ, այստեղ ավելի շատ ձեր տոհմն է ձեզի պաշտպանում։ Ուղղակի կյանքում հնարավոր է, որ դուք գնում եք մի ճանապարհով, որը ձերը չէ, որը ձեր միսիային չի համապատասխանում։ Դրա համար դուք հիմա գտնվում եք դժվարության մեջ, բայց ամուլետ է դուրս եկել, դուք իրան զարթն եք, իրանք ձեզ միայնակ չեն թողնի, տեսեք այն լուսավոր ճանապարհը, որ արդեն որոշում կայացրել եք ու հիմա դուք գտնվում եք անցումային փուլում ու դուք կկարողանաք հաղթահարել այն դժվարությունը, որում հայտնվել եք։ Իսկ ես ուզում եմ մի երկու բառ այսպես խոսեմ, իհարկե 1000 անգամ ինձ կներեք, ես չեմ ուզում, նորից եմ կրկնում, իմ էջը քաղաքականության էջ դարձնեմ, բայց անարդար բան էլ որ տենում եմ մի քիչ անկեղծ ասած դուրս չի գալի։ Հիմա որոշ մարդկանց այսպես հիշողությունը մի հատ թարմացնեմ, ուրեմն Քոչարյանը կերել է, նախ ուզում եմ ասեմ Քոչարյանի կառավարության ղեկավարության ժամանակ մեր երկիրը չէր գտնվում այն վիճակում, որ կարանար ինքը ինչ-որ բան ուտել, արդեն կերած էր, թալանված էր, սպառված էր, մենք տեսել էինք Արցախյան պատերազմ, տեսել էինք երկրաշարժ, տեսել էինք իշխանության գլխատում եւ այլը եւ այլը։ Ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիների ժամանակ Հայաստանում էլ ուտելու բան չէր մնացել, արդեն լավ տեղին Հայաստանը սպառված էր։ Իսկ ինչ վերաբերվում է այսի ծախեց, լսեք, հասարակ մի բան, ձեր ընտանիքի ներսում, որ ձեր երեխան քաղցած է մնում, ձեր միակ ելքը մնում է ձեր բազմոցը, ձեր սեղանը, ձեր աթոռները, ձեր սառնարանը վաճառել, ձեր ոսկին տանել, գրավ դնելը։ Եվ հայրենիքն էլ մի հատ տուն է, որտեղ երբ որ երեխան սոված է մնում, էլ ուրիշ ելք չկա, մարդ ինչ որ բան տալիս է նրա դիմաց, որ իր երեխան լավ ապրի։ Մի քիչ կուզենայի տրամաբանությամբ։ Գիտեք ցավոտը որն է, որ մարդիկ են հիմա խոսում լակոտ է, թուլ է, բացի քթերը քաշելուց ուրիշ բան չգիտեն, այս երկրի պատմությունը չգիտեն այս երկիրը ինչի միջով է անցել։ Համենայն դեպս ես այդ ժամանակ շատ լավ հիշում եմ, որ մութ ու խավար տարիներին, որ ոչ գազ կար, ոչ լույս կար, ոչ ջուր կար, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանը արագ հանեց երկիրը ոտքի։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկիրը հանձնեց քարուքան դեղած քայքայված վիճակով, այդ ժամանակ փողը փոխվավ, մարդկանց ձեռքին ընդամենը եղավ ապլիկացիա, որ հազիվ չայի սերվիզ էին առնում։ Ես չեմ ուզում ավել բան ասեմ, բայց եթե այդ մարդուն կամ առհասարակ այդ տեսակի մարդկանց, ընդունենք Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, գեներալները եւ այլը, եթե մեղադրում են, ուրեմն պետք է մեղադրեն այն մարդիկ, որոնք ավելի արժանավայել են ապրել, որոնք ավելի ճիշտ են ապրել։ Այդ դեպքում ես կհասկանամ, այնպես չի, որ իրանք եսիմ ով են իմ համար, ես էլ իմ գործիքները, հա, իմ իմաստությունն է, իմ տառոներն է, իմ աշխատանքն է, հարցը այդ չի, բայց չեմ կարողանում կեղծիքը հանդուրժեմ, չեմ կարողանում խաբեությունը հանդուրժեմ, հենց դա է շատ դժվար իմ համար։ Ես չեմ ասում, մարդը անսխալական չի կարող լինել, եւ հիշեք աստվածաշնչյան խոսքերը, հա, այդպես բոլորդ հավատացյալ եք, կալում աշխատող եզան դունչը չես կապի։ Բայց այդ մարդը ինչ տվել է, ինչ վերցրել է, ինչ արել է, ինչ չի արել, ռուսի այն ժամանակ Հայաստանի կողքը ոչ մի պետություն էլ չկար կանգնած, բացի ռուսից։
Եվ հենց այդ ժամանակ մենք ունեցանք անկախ պետություն։ Եթե դուք մտածում եք, որ Հայաստանի 4-րդ կառավարությունը պետք է լինի անկախ պետություն, ողբամ ձեր վիճակը։ Այսքան է։ Իսկ դուք անցնում եք ձեր փորձությունը եւ ձեր առաջ բացվել է լույսի ճանապարհը։ Ոչինչ։ Կյանքի դժվարությունները մարդու համար են։ Դրանք ձեր ամրության, տոկունության, հոգևոր իմաստության համար է։ Բոլորս էլ անցնում ենք, բայց դրանք ժամանակավոր բաներ են։